Առաջին բառը, որը երեխան սովորում է, մայր բառն է։ Կա, արդյոք որ է բառ, որն ավելի գեղեցիկ, ջերմ շնորհակալ է, քան մայր։ Երբ դժվար ժամանակներ եմ ունենում, առաջինը մտքիս է գալիս մայրս, ով միշտ կողքիս է քաջալերում է ինձ։ Չնայած նա իր քաղցը հագեցնում է կատաղի քամու պայմաններում, նա միշտ կերակրում է իր երեխաներին համեղ ուտելիքներով։ Չնայած նա նիհարում է ինչպես փայտիկ, նա միայն իր երեխաների մասին է մտահոգված։ Նրա սերը նկարագրելու բառեր չկան։ Մայր, դու սեր ես։ Եթե դա իրենց երեխաների համար է, մայրերը կարող են անել ամեն ինչ, նույնիսկ զոհաբերել իրենց կյանքը։ Մայր ու թոտնուկը երբեք չի լքում քարանձավը, նախքան նրա ձվերը կչդառնան աշխարհ չգնան։ Դա պայմանավորված է նրանով, որ նա ստիպված է օդ փչել ձվերի մեջ, կանխելու համար 100,000 ձվերի, որոնք խիտ կպչել են քայքայումը։ Երբ ձվերը դուրս են գալիս, մայր ու թոտնուկը իր նորածին ծակերին ամբողջ ուժով մղում է դեպի ջրի մակերես։ Եվ հետո նա մահանում է։ Մայր կայսերական պինգվինը, որը ծանր ջանքերով ծու էր դրել, չափազանց հոգնած է ձվին նստելու համար, բայց նա հանգստանալու ժամանակ չունի։ Նա ստիպված է քայլել դեպի ծով, դիմակայելով -60 աստիճան Ցելսիուս սաստիկ ցրտին, որպեսզի կարողանա ձուկ որսալ իր ծակերին կերակրելու համար։ Ելակային թունավոր նետած գորտը եղունգի չափ փոքր է։ Երբ նրա ձվերը դուրս են գալիս, դառնում են գորտնուկներ, մայր գորտը մեկ առ մեկ տանում է իր ծակերին մեջքին մեկնում ճանապարհորդության։ Նա գնում է դեպի միկրոաղբյուր, իր ծակերին կերակրելու, որը գտնվում է ծառի բարձր մասում։ Մայր գորտը բարձրանում է ծառ, օգտագործելով մեծ էներգիա։ Դա նույնքան դժվար է, որքան Empire State Building բարձրանալը երեխային մեջքին նստած։ Սակայն մայր գորտը յուրաքանչյուր ծակին տեղափոխում է ծառի վրա, որտեղ նրանց համար անվտանգ է։ Նույնիսկ այս փոքրիկ կենդանի արարածը նույնպես մեծ մայրական սեր ունի։ Մայրական սերը իսկապես խորհրդավոր է։ Որն է մայրական սիրո աղբյուրը, որը թույլ է տալիս մայրերին անտեսել ցանկացած ցավ, եթե դա իրենց երեխաների համար է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մայրական սերը կապ ունի հորմոնների, էստրոգենի, պրոգեստերոնի փոխհարաբերության հետ։ Գիտնականները պնդում են, որ մայրական սերը սովորելու բան չէ, այլ ճակատագիր է։ Ասում են, որ մայրական սերը ժառանգաբար է փոխանցվում տեսակի պահպանման համար։ Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, որովհետև նա եղավ բոլոր ապրող մարդկանց մայրը։ Առաջին կնոջ Եվայի անունը նշանակում է կյանք։ Երեխաներին կյանք տալը մոր ճակատագիրն է։ Ահա թե ինչու է մայրը կյանք տալիս իր երեխաներին, նույնիսկ եթե ստիպված է հրաժարվել իր կյանքից։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով։ Աստծու պատկերով ստեղծեց նրան։ Արու եք ստեղծեց նրանց։ Երկրի վրա մայրերը ստեղծված են երկնային մոր պատկերով։ Մայրական սերը երկնային մոր մեծ սիրո ստվերն է։ Ինչպես Աստված հայրը գոյություն ունի, այնպես էլ կարծում եք, որ Աստված մայրը գոյություն ուներ։ Կենսաբանորեն, տղամարդու կնոջ գոյությունը պարտադիր չէ բնական լինել։ Այնուամենայնիվ, մենք տղամարդու կնոջ գոյությունը որպես տրված համարում ենք այն պատճառով, որ մեր շրջապատի օրգանիզմների մեծ մասը հետում է սեռական բազմացմանը, այսինքն նոր օրգանիզմ է ստեղծվում հոր-մոր գենետիկական նյութը համատեղելով, այն փոխանցվում է հաջորդ սերնդին։
Բույսերը, միջատները, նույնիսկ սնկերը կյանք են ստանում իրենց մայրերից։ Սակայն հոր-մոր միջոցով սերունդներին կյանք տալու եղանակն ավելի վտանգավոր է, քան ասեռ բազմացումը։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք ստիպված են անցնել բազմաթիվ տարբեր գործընթացների միջով, մինչ իրենց ծակերին լույս աշխարհ բերելը, նրանց գունավոր փետուրներն ու երգերը, որոնք ստեղծվել են բազմացման օգտին, հաճախ վտանգի են ենթարկում նրանց կյանքը։ Այնուամենայնիվ, ինչու են բոլոր կենդանի արարածները կյանք ստանում իրենց մայրերից։ Քո կամքով եղան ստեղծվեցին։ Մորից կյանք ստանալը Աստծո կամքն է։ Ապա ինչու Աստված ստեղծեց բոլոր արարածներին, որպեսզի կյանք ստանան իրենց մայրերից։ Աստված ուզում էր մեզ ցույց տալ, որ ինչպես մեր ֆիզիկական կյանքը մեզ տրվում է մեր ֆիզիկական մայրերի կողմից, այնպես էլ հավերժական կյանքը մեզ տրվում է մեր երկնային Մոր կողմից։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կարող է ապրել միայն այնքան, որքան կյանքի տողություն է ստացել իր մորից։ Այսպիսով, հավիտենական կյանքը կարող է տրվել միայն Աստված Մոր կողմից, ով ունի հավերժական կյանք։ Եվ Աստված ասաց. մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք։ Աստված գոյություն չունի միայն որպես մեկը, Հայր։ Եթե միայն Աստված Հայրը ստեղծեր մարդուն, նա պետք է ասեր. իմ պատկերով ու իմ նմանությամբ մարդ արարեմ։ Սակայն Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված մարդուն ստեղծեց Աստծո պատկերով։ Արու եք ստեղծեց նրանց։ Այն փաստը, որ երբ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, ստեղծվեցին արու եք, վկայում է, որ գոյություն ունեն Աստծո արու պատկերը, Հայրը, Աստծո եք պատկերը, Մայրը։ Հայր մեր, որ երկնքում ես։ Քրիստոնյաները Աստծո արու կերպարը անվանել են Հայր հետելով Աստվածաշնչի ուսմունքներին։ Ապա ինչպես կոչենք Աստծո եք կերպարը։ Իսկ վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Ֆիզիկական աշխարհը ստեղծվել է մեզ հոգոր աշխարհը ցույց տալու համար։ Աստված, որ մեզ ցույց տվեց երկնային սրբարանը երկրային սրբարանի միջոցով, մեզ նա հայտնի դարձրեց երկնային ընտանիքը երկրային ընտանիքի միջոցով։ Երկրային ընտանիքը, որը Աստված ցույց է տալիս որպես ստվեր, բաղկացած է հորից, մորից, քույրերից, եղբայրներից։ Ապա, ինչից է բաղկացած երկնային ընտանիքը։ Հիսուսն ուսուցանեց, որ մենք ունենք մեր հոգիների Հայրը։ Հայր մեր, որ երկնքում ես։ Մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում ենք։ Որչափ առավել պետք է հոգիների հորը հնազանդվենք, որ ապրենք։ Պողոս առաքյալը մեզ սովորեցրել է կատարել մեր պարտականությունները մեր հոգիների հոր հանդեպ, որպես նրա զավակներ, ճիշտ ինչպես մենք հարգում ենք մեր մարդկային հայրերին։ Երկրային ընտանիքում կան երեխաներ։ Երկնային ընտանիքում նույնպես, որը երկրային ընտանիքի իրականությունն է, կան երեխաներ։ Ձեզ հայր կլինեմ, դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք։ Երկրային ընտանիքում, որը երկնային ընտանիքի պատճենն է, երեխաներն ունեն իրենց մայրերին, որոնք նրանց լույս աշխարհ են բերել։ Նույն կերպ կա երկնային մայրը, որը տալիս է հավերժական կյանք երկնային ընտանիքում։ Իսկ վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Առանց մոր կյանք չի կարող ծնվել։ Այսպես, առանց մեր հոգիների մոր հավերժական կյանք չկա։ Հիմա Աստված Մայրը կանչում է իր զավակներին ամբողջ աշխարհով։
Հոգին ու հարսն ասում են. Արի։ Լսողս ասում է. Արի։ Թող գա, ով ծարավ է, ով կամենում է, թող ծրի վերցնի կենաց ջուրը։ Առանց մոր կյանք չկա։ Խնդրում եմ մոտեցիր երկնային մորը, կյանքի աղբյուրին, ստացիր հավերժական կյանք, որպեսզի կարողանաս ժառանգել երկնքի արքայությունը։ Եկեք Աստծո եկեղեցի, որտեղ բնակվում է Աստված Մայրը։ Այս դարաշրջանում մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք միայն այն դեպքում, եթե հավատանք Մայր Աստծուն։